Ի հիշատակ 1.5 միլիոն զոհված հայերի 100-ամյա տարելիցին ընթരാճ ռեժիսոր եւ պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը նախաձեռնել է 100 լուսանկարչական մի նոր նախագիծ, որը կոչվեց «Մեր վերքերը դեռ բաց են»։ Նախագծի շրջանակներում նախատեսված է ներկայացնել Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Ջավախքի եւ աշխարհի տարբեր անկյուններից 100 հայկական եկեղեցիների դռներ։ Անցած օրերի ընթացքում նկարահանող խումբը գտնվում էր Ջավախքում, որտեղ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի, Սամցխե Ջավախ տարածաշրջանի փոխանորդ Բաբկեն Աբեղասալբյանի, Նինոցմինդայի հոգևոր հովիվ Արմաշ քահանա Պողոսյանի, Տեր Տաթևի եւ Կոնդի Սուրբ Հովանես եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանի հետ միասին Սուրբ Քաչ եկեղեցում կատարեցին աղոթք մեր անմեղ զոհերի հիշատակին։ Եվս խաղությանս Տեր աղաչեսուկ վասնանգուցյալ հոգվոս նաղաչեսուկս փրկիչն մեր Քրիստոս զիզնոսան դարտար սնդասեսե եվս մեզ կեցուսե շնորի ողորմության յուրով ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Քրիստոս որդի Աստուծո անոխակալ եւ բարեգութ գտա քորարչական սիրովդ ի հոգիս ամրեն ընջեցելոց ազգիս այոց եւս առավել հիշատեր բյուրավոր նահատակացն մերոց որ կկատարեցան հնդածս առաջին աշխարհամարտին Հարևմտյան Հայաստան ձեռամբ Օսմանյան Թուրքիո Հիշիազնոսա հավուր մեծի Գալստյան արքայության քո արարժանի ողորմության քավության եւ թողության մեղած դասավորյալ պայծառածոն ցուրբս կոաճակողմյան դասուն զիդոեստեր եւ արարիչ ամենեցուն դատավոր կենթանյաց եւ մերելոց եւ քեզ վայել է փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր ողորմից սորբ Բացի Ջավախքի եկեղեցիների լուսանկարումից ստեղծագործական խումբը շրջել եւ նկարահանել է Ստամբուլի, Արևմտյան Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր մարզերի ու շրջանների եկեղեցիներն ու խաչքարերը։ Այս միտքը Խաչիկ Եղոյանի խոսքերով ծագել է դեռևս 2012 թվականից եւ սկսվել է իրականացնել 2014 թվականին։ Գաղափարի սկզբանե եղել է եկեղեցիների դռների պահով, որը հեղինակը կապել է Հիսուս Քրիստոսի խոսքի հետ, ով որ ներս մտնի ու դուրս գա, նա ճարակելու բան կունենա։ Կարծում եմ մի հայ չկա, որ կարողանա պատմել։ Ես այն ամենը ինչ որ լսում էի, կոպիտ կհենց որ ասեմ սուտ չի ուղղակի անբացատրելի բան է, դրա համար ես ուղղակի պատմել չեմ կարող, դա պետք է մարդիկ գնան եւ տեսնել, հատկապես երբ որ գնում ես հատուկ մի ինչ-որ ծրագրով եւ որը համարվում է նաեւ ուխտագնացություն։ Մենք ցնդվելու լավ օրեր ենք անցկացրել, ասենց ասեմ, եւ նպատակը կարևորը Փառք Աստծո, մենք անփորձանք գնացինք, անփորձանք հետ եկանք, հաղթարեցինք շատ դժվար ճանապարհներ, շատ խոչընդոտներ մեր համար շատ թեթև եղան ու մենք նկարեցինք այն ինչ որ մեզ համար պետք էր Աստծո կամոք Հայաստանում եւ Ստամբուլում տա Աստված եւ հետագայում նաեւ Ջավախքում կիրականանան մեր 100 դուր
ցուցահանդեսը եւ ամբողջ հայությանը կհամախմբի մի աղոթք մեկտեղ, այսպես ասած, մեկ համամարտկային համազգային աղոթքի կհամախմբի եւ բոլորս առ Աստված կբարձրացնենք մեր ձայնը, որ վերջապես մեր արդարությունը մի օր հայ արդարությունը, հայ դատ, այսպես ասած, իրական եւ արդար լինի եւ հատուցում ստանանք առաջին հերթին ընդունելություն եւ ներողամտությունը մեր կողմից իհարկե կփոխհատուցվի եւ ստանանք անպայման հատուցում, այսինքն ընդունի առաջին հերթին ոչրագործ սերունդը, ոչրագործ պապերի սերունդը այժմյան իրաց պետության առաջնորդով եւ ամբողջ աշխարհը ու կհամարենք մեր դատը արդարացի լուծված։ Նախագծի հեղինակը ստեղծել է նաև ֆլեշմոբ, որտեղ մեր վերքերը դեռ բաց են խորագրով վերնաշապիկներով, նկարվում են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերը եւ տեղադրում համացանցերում, որի միջոցով փորձում են համայն աշխարհին հասցնել մեր ողբերգության մասին։ Խաչիկ Եղոյանը նշեց, որ Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, ինչպես նաև Ջավախքի հայ առաքելական եկեղեցիների դռները լուսանկարած նկարները շուտով ցուցահանդեսի տեսքով կներկայացվի Հայաստանում եւ Ստամբուլում, իսկ հնարավորության սահմաններում նաև Ջավախքում։ Եվ թող մեզ պարտիսներ, որպես եւ մենք թողունք մերոց պարտապանած, եւ մի տանելս մեզի փորձություն, այլ բրկեած մեզ իջարել, զիքոյ արքայություն եւ զորություն եւ արքայության սամբել։